Հայկական գյուղմթերքի Ռուսաստան արտահանման արգելքի հետևանքների դեմ պայքարող հայաստանցի ֆերմերներին միացել են նաև ձկնարտահանողները։ Հայաստանից արտահանվող գրեթե ամբողջ ձկնամթերքը տարիներ շարունակ տեղափոխվում էր Ռուսաստան, որտեղ հայկական արտադրանքի սպառման հետ կապված որևէ խնդիր չէր առաջանում։ Հիմա սակայն իրավիճակ է փոխվել։ Մարդիկ ստիպված են նոր շուկաներ փնտրել։ Բայց սպეციფიկ պրոդուկտ դիտարկվող ձկնամթերքի մասով տարբեր շուկաներում տարբեր պահանջներ են գործում։ Հիմա հույս կա, որ հայկական ձկնեղենի որոշ մասը գուցե հնարավոր լինի արտահանել Եվրամիություն։ Ամսի 20-ին այս տարվա մենք նաև հյուրընկալելու ենք 4 փորձագետ Եվրոպական միության երկրներից, տարբեր երկրներից կլինեն փորձագետները Հայաստանի Հանրապետությունում, ցույց կտան բոլոր այդ լրացման եւ գործընթացի վերաբերյալ մանրամասն հարցերը։ Եվրամիության անդամ երկրներ ձկնամթերքի արտահանման process-ը վերահսկող լիազոր կառույցը սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն է։ Արտահանման համար ձեռնարկատերերը պետք է դիմում ներկայացնեն տեսչական մարմին, որին անհրաժեշտ է կցել 18 այլ փաստաթուղթ։ Այդ ցանկը կա կառույցի կայքում, տեղեկացնում է կառույցի ղեկավարը։ Ստուգում ենք իրականացնելու տնտեսվարողների մոտ գնահատելով իրենց համապատասխանության վերաբերյալ, այսինքն կազմելու է տեսուչի կողմից կազմվելու է տեղեկանք, եթե տվյալ տնտեսությունը համապատասխանում է բոլոր այդ պահանջներին, որ մենք կարող ենք իրան գրանցել TRACE-իս համակարգում, դրանից հետո տեսչական մարմինը գրանցում է տվյալ կազմակերպությունը TRACE-իս համարում։ Տնտեսվարողի Եվրամիություն արտահանման իրավունքի հաստատումից հետո նրան տրվելու է կոդ, որը եվրոպացիներին հնարավորություն է տալու օնլայն տեսնել, հետևել հայաստանցի արտադրողի արտադրանքի հետագծին։ Ձկնամթերքի արտահանման հարցով այս ընթացքում հետաքրքրություն է դրսևորել 5 կազմակերպություն, սակայն ՍԱՏՄ-ն նրանցից առայժմ մեկից է գրավոր դիմում ստացել։ Դաշտում առկա ընկերություններից գրեթե 97% տնտեսություններն էլ պատրաստ են։ Նույն տնտեսությունում, ասենք, կարող է մարդը ունի լիճ, այդ տնտեսությունը պարիսպապա չի, դա արդեն խնդիր է հանդիսանում։ Այսինքն կան տենց մանր խնդիրներ, որոնց շտկելը որևէ բարձրություն իրենից չի ներկայացնում։ Փորձագետները սակայն հայ բիզնեսմենների Եվրամիության շուկայով հետաքրքրվածության հարցում այդքան էլ լավատես չեն։ Մեծ հաշվով բիզնեսմենը գնահատում է ծախս շահույթ հարաբերակցությունը։ Եթե ինչ-որ բան արտադրել եւ ինչ-որ տեղ արտահանելը ձեռնտու լիներ, վաղուց կօգտվեին ներկայացած այդ հնարավորությունից։ Ես չգիտեմ որևէ երկիր, որը իր տնտեսվարողին մենակ թողի այս հարցում եւ կարծում եմ արտահանման, հատկապես ասպարեզում լուրջ աջակցության կարիք կա։ Բացի սա, պետք է լինել ազնիվ եւ խոստովանել, որ որևէ շուկա չի կարող իրենով փոխարինել ռուսականին։ Նախ Ռուսաստանում հայկական արտադրանքը ճանաչում են եւ հավելյալ գովազդային արշավների կարիքը չկա։ Սրանից բացի ռուս սպառողի քիմքին հայկական ձկնամթերքը լիովին բավարարում է։ Ոչ այն ծավալներով առաջին, ոչ առանց կառավարության աջակցության երկուս, ոչ առանց տեխնիկական լուրջ բարելավումների երեք։ Պաշտոնյաները սակայն լավատես են եւ վստահ, որ շուտով ձուկ արտադրող եւ արտահանողները մեկը մյուսի համար օրինակ կծառայեն, այնպես ինչպես ֆերմերներն արեցին։ Ամեն օր համենայն դեպս տարբեր ամբիոններից հրապարակվում է տեղեկատվություն այն մասին, որ հայկական գյուղմթերքը մեծ ծավալներով մտնում է եվրոպական շուկաներ, որտեղ սպառման հետ կապված որևէ խնդիր մեր միրգ բանջարեղենի համար չի առաջանում։ Արմեն Աթալյան, ժամը լրատվական։